Ջորջո Արմանի մարդով փոխեց բժշկական խալաթ դասական ոճի հագուստի հետ, ստեղծելով լուր շքեղության եւ հստակ գծերի շնորհիվ առանձնացող համաշխարհային բրենդ։ Ինչպես նա հայտնվեց հագուստների աշխարհում եւ ինչպիսին էր նրա ճանապարհը, կներկայացնեմ հենց հիմա։ Բայց մինչ այդ անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին։ Ջորջո Արմանին ծնվել է 1934 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Պիաչենցա քաղաքում։ Նրա մանկությունը եւ պատանեկությունը անցնում են զրկանքներով լի միջավայրում, քանի որ ընտանիքը դժվարությամբ էր գոյատևում, իսկ պատերազմը ոչ միայն տնտեսական, այլև հոգեվոր ծանր հետևանքներ է թողում ապագա դիզայների վրա։ Արչիբալդ Քրոնինի The Citadel գրքից ոգեշնչվելով Արմանին որոշում է ընդունվել բժշկական համալսարան, սակայն արյան տեսքից վատանալու պատճառով երրորդ կուրսից թողնում է կրթությունը եւ զորակոչվում բանակ։ Բանակից զորացրվելուց հետո Արմանին անցնում է աշխատանքի Միլանի հայտնի La Rinascenti մեծածախ խանութում որպես ցուցափեղկերի ձևավորող, իսկ այնուհետև հագուստների գնման պատասխանատու։ Այստեղ նա զարգացնում է իր զգացողությունը նորաձևության նկատմամբ։ 1960-ականների սկզբին Արմանին ծանոթանում է հայտնի դիզայներ Նինո Սերոտիի հետ եւ ընդունում վերջինիս թիմին միանալու եւ Hitman ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծի վրա աշխատելու առաջարկը։ Դա տալիս է նրան հնարավորություն խորացնելու իր գիտելիքները հագուստի ձևավորման եւ արտադրության ոլորտում։ 1975 թվականին իր գործընկեր եւ ընկեր Սերժո Գալեոտիի աջակցությամբ Արմանին հիմնում է իր սեփական նորաձևության տունը։ Նախախտում է բոլոր կանոնները եւ փոխում կոստյումների էությունը, արձակելով բաճկոնը, հեռացնելով ուսերի բարձիկները եւ ազատելով կտորը։ Տղամարդու կոստյումը դադարում է լինել զրահ։ Սա էր էլեգանտության նոր կոդը։ Նրա մոտեցումը կանանց նորաձևությանը եւս հեղափոխական էր։ Նա բերեց հանգիստ նրբաճաշակ էլեգանտություն, որը հակադրվում էր ժամանակի ավելի կառուցվածքային եւ պաշտոնական ոճերին։ Արմանին երբեք չի հետևել թրենդերին։ Նա կառուցում էր իր սեփական աշխարհը ավազագույն, մոխրագույն եւ ածխագույն երանգներով, առանց լոգոների եւ առանց ավելորդ դետալների, միայն կտորը, կտրվածքը եւ զգացողությունը։ 1980 թվականին Ռիչարդ Գիրը ամերիկյան Gigolo ֆիրմում կրում է Արմանիի կոստյումները, ինչը մեծ ճանաչում է բերում դիզայների։ Այդ պահից սկսած Արմանին դառնում է նորաձևության աշխարհում ազդեցիկ դեմք, համագործակցելով բազմաթիվ հայտնի դերասանների եւ երաժիշտների հետ։ Այսօր Արմանին պարզապես բրենդ չէ, դա մի համակարգ է, որը ներառում է բազմաթիվ ենթաբրենդներ։ Ջորջո Արմանի, հիմնական եւ դասական գիծը, Emporio Armani, ավելի երիտասարդական ու դինամիկ ենթաբրենդ, Armani Privé, բարձր նորաձևություն, couture, Armani Beauty, շքեղություն եւ պարզություն դիմահարդարման եւ մաշկի խնամքի մեջ, Armani Casa, նորաձևություն, ինտերիերի եւ կահույքի ձևավորման մեջ եւ Armani Hotels, ճաշակի եւ հանգստության համադրություն հյուրանոցային մշակույթում։ Չնայած հայտնի նորաձևության կոնգլոմերատներ LVMH եւ Kering-ի շարունակական առաջարկներին, Ջորջո Արմանին կտրականապես հրաժարվել է վաճառել իր բրենդը, նշելով. «Իմ բրենդը իմ շարունակությունն է»։ Նույնիսկ 90 տարեկանում Ջորջո Արմանին անձամբ է ղեկավարում իր թագավորությունը։ Նա շարունակում է մնալ սև շապիկով եւ խորաթափանց հայացքով այն երիտասարդը, ով ստեղծում է հավերժական հագուստի կտորներ։ Չմոռանաք հավանել այս հոլովակը եւ բաժանորդագրվել իմ ալիքին։